եթե ջաշմը պատրաստեցիր, հրավիրե աղքատները, գույրերը ու գաղերը, անուն Հոր և Որդու և Որդուին Սրբո, ամեն։ Եկեղեցին սիրելի ավադացյալներ, սահմանափակված չէ գարկմը մարդոց կողմե, այլ այն բաց է բոլորի դիմաց, պայմանավ որ մտնես նեղ տուրեն և զարտարվիս խոնարհությամբ։ Եվ այսօրվա ավետարանը մեզ կտա երկու առակներ, օրինակներ ջաշի հրավերի վերաբերյալ։ Առաջինը երբ կհրավիրվիս, երկրորդը երբ հրավեր կտաս։ Կարևոր չէ աթոռը, դեղը, հարուստ հարևանները, այլ վերջին և կասկածելի տեղը։ Հիսուս մեր Տերը իր քարոզչության ընթացքին բազմիցս նկատեց փարիսեցիներուն այն փափակ, որ ունին հավաքներուն առաջի տեղը նստիլ, հրաբարակներու վրա բարևներ ու պատիվ ունենալը և ադոր համար զիրենք այբանեց, ըսելով վայ ձեզի փարիսեցիներ։ Եվ Հիսուս տվավ օրինակը, որ մեզի կտանի ավելի դեպի առողջ ջաշակ ունենալու, քան թե սուբկրային ուսուցումը, ըսելով մի բարձրանար, որ չմտնիս կամ չխոնարհիս։ Եթե առնենք առաջին մասը, որ եթե հրավիրված ես, մի կնար առաջին տեղերը նստելու, այլ համբերեք։ Եվ այստեղ մեր Տերը կվարվի որպես իմաստության ուսուցիչ և կմտաբերե Արագած գրքի մեջ 25-րդ գլխում 6 և 7 համարներում մեջ հիշվածը, ուր գսե որ երբ թագավորի ներկայությամբ կգտնվիս, հբարդորեն մի գենալ, մեծերու դեղը, հզորներուն դեղը մի գրավեր, որբեսի չկան և ըսեն քեզի, երբ կնա, ու դեղը այստեղ չէ, և քեզ վիրավորեն իշխանի ներկայությանը։ Եվ Հիսուս հենարան կդավերած խոսքի փարիսեցիներուն վարվելագերբը։ Անոնց համար քաղաքավարության կանոնները կարևոր չէ։ Իսկ Հիսուս կխոսեր և իր նպատակն էր երկնքի արքայության մասին։ Այնտեղ երկնքի սեղանի վրա սեղանին մաս ու բաժին ունենալու մասին, այնտեղ վա ջաշկերության մասին և այնտեղ պիտի թափարես, պիտի թոթափես քու վրայեր, քու հոգիեր, ինչ որ մեծարանք է, հբարդությունն է, ինչ որ արժանապատվություն է, որ կգարձես դանդիրոջ ներկայությանը, որովհետև այդ հրավերը ծրի է և ինչ որ ըլլա օրենքի բահանջները մենք մարդիկս միշտ կմնանք բարդական Աստուծո։ Եվ եթե Աստուծո ներկայությամբ չգտնվենք որպես փոքրիկները, որպես խոնարհները, չեն գնար ընդունել աստվածային խորհուրդը։ Այստեղ Հիսուս ուղղակիորեն իր խոսքը ուղղեց զինք հրավիրողին, հիշեցնելով մարդկային հարաբերություններում մեջ դեղ գրաված և շատ կարևոր դեղ գրաված մի հարաբերություն, հրավիրեմ և հրավիրվին, ես կհրավիրեմ քեզի ջաշի ջաշկերութի փոխադարձը դու կհրավիրես ինձ և այդպես իրար կգնահատենք։ Եվ այս սոցիալ սովորությունը, ժողովրդական սովորությունը, որ կա
հաջերի չէ Աստուծո դիմաց։ Եթե գուզես իսկապես բարի գործե անոր, որ չի գրնար քեզի հատուցել։ Գանչե աղքատը, անգարողը, հաշմանդամը, բույրը և դարբեր թերություններ ունեցողները, անոնք, որոնք մերժված են ընկերության կողմէ, որոնք ընդհանրապես չեն բարգեւեր հրավերի դիրոջը, հրավիրը անոնք, որոնք չեն գարա քեզ քու հրավերը գրկին անգամ քեզի մատուցել։ Եվ ինչքան մենք հեռու ենք այդպիսի սովորութենե, կհրավիրենք այդ ակնկալության, որ ընդունենք նաև փոխադարձ հրավերը։ Եվ այստեղ կա Աստուծո խոսքը, Հիսուսի մեղադրանքը, ինչ գողտվիս, եթե քեզ սիրողները սիրես, ահավասիկ մեղավորները նաև իրենց նման մեղավորները կսիրեն, ինչ օգուտ ունի նուադոր մեջ։ Հիսուս մեր դերը սիրելի ավադացյալներ հստակ ձևով գսե, որ մարդկային հարաբերությունները թող դառնան հաջող Աստուծո դիմաց։ Եվ միշտ կա այս գաղափարը ընկերության մեջ, ով պիտի լա առաջինը, ով պիտի լա ղեկավարը։ Հիսուս ամեն ինչն անտին կնալով մեծ գուզե որ իր հետը ըլլան։ Առաքյալները նույնպես չխուսափեցան այս մտածումեն եւ հարցուցին իրենց ուսուցչին, ով է մեծը արքայության մեջ, եւ Հիսուս փոքրիկ վառնելով իրենց դիմացը գաղտնեցնելով ըսավ, եթե այս մանուկի նման չլակ, չէ գրնար մտնել երկնքի արքայությունը։ Գերգին անգամ ուրիշ հայրթով իրեն հարց դվին, ով է մեծը, եւ պատասխան եղավ ըսելով, ով որ ձեր մեզ կուզե ըլլալ մեծը, թող ըլլա ձարան։ Եվ ինձինքը օրինակ տալով ըսավ, ես չեկա ձարայություն ընդունելու, այլ եկա ձարայելու։ Նույն այս հարցը պիտի հարցվե Քրիստոսի իր չարչարանքներու նախորյակին, եւ Հիսուսի պատասխանը պիտի ըլլար իրենց դիմացը, իր աշակերտներու դիմացը զնգատրելով, իրենց ոտքերը լվալով, եւ այդ եղբայրական խոնարհությունը, եղբայրական սիրո խորհրդանիշ դարձուց իրենց մեջ, որ զինք պիտի մղեր դեպի գերագույն ըստրգությունը, խաչվիլը, ձարայի պատգերով։ Եվ ահավասիկ գուկա եւ գիշենք Հիսուսի խոսքը երաներություններում մեջ, որ գսե երանի հեզերում, անոնք պիտի ջարանքեն երկնքի արքայությունը։ Եվ ահավասիկ սիրո շքերթը, սիրո հյուրընկալությունը սկսավ։ Եվ եկան մասնավորությունները գրավելու իրենց առաջի շարքերուն աթոռները։ Եվ եկավ երկնքի հրեշտակը ժպտատեն տեմպով իրենց ըսելու, թողեք այդ առաջի աթոռները մեր Տիրոջ բադվավոր քույրերի համար, որ ինքը ընտրեց իր տան։ Եվ այդ խոսքը վերջ, երկնային այդ հրավերին գմտնե առաջին Հովհաննես Մկրտիչը իր ուղդի մորթեգաշվո հագուստովը, գմտնեն հովիվները, գմտնե Սիմեոն Ձերունին, Աննա Մարգարեուին, գմտնե Զաքարյան, գմտնեն Գալիլեո ձկնորսները իրենց ուրգաններով, գմտնեն ահագին թիվով պորոտները, Շմաոսի որդիները, գույրերը, Սամարացի գինը, այրին, որ Երգուլուման դվավ, մակտաղեցին Մարիամը իր բորնիկ ընկերներու հետ
գմտնեն բոլոր անոնք, որոնք արժանացած էին Քրիստոսի ուշադրությանը, մաքսավորները, հռոմեացի հայրապետը, կերսացիներու խենտը, աղքատ Ղազարոսը, Նիկոդեմոսը, արեմատացի Հովսեփը, Ղազարոսը, որ հարություն տվավ իրեն իր քույրերու Մարիամի եւ Մարտայի հետ, եւ վերջապես եկավ նաեւ այն կողը, որ Քրիստոսի կողքին խաչված էր, որ ստացավ Քրիստոսի խոստումը, ըսելով այսօր իմ հետս պիտի լաս երկնքի արքայությանը մեջ։ Եվ ահավասիկ ամոնք, որոնք մերժված էին ժողովրդի կողմէ, ընկերության կողմէ, ամոնք, որոնք անարգված էին, լքված էին, դարձան երկնային սեղանի պատվող քույրերը։ Եվ քանի որ այսօրվա մեր խորհրդածության նյութը տասնյարակչական բնույթ կգրե, ուզեցի նաև պատմել եւ մասնակցել հետեւյալ կարճ տասնյարակչական պատմությունը։ Հայրը գսե իր դողում. «Տղաս, ազգյանքի մեջ մեկ ոչիր կա եւ ադե սպանությունը։ Հերու մնա անորմե»։ Տղան մեծ զարմանքով գնայի հորը, կարծես ըսեր գուզե թե կգասկածիս տասնյարակությանդ վրա, կկարծես որ ես գրնամ մարդ սպաննել այս մոլորակի վրա։ Հայրը իմաստուն ժպիտով գնայի իր որդին եւ կշարունակե ըսելով. «Մի զարմանար տղաս, եւ իմացիր, թե սուդը ճշմարտությանը սպանությունն է եւ անգերձությանը մահվան դատաբարբողն է։ Գողությունը հավատարմության ու ապահովության սպաննելն է։ Գեղձիկը վստահության եւ ինքնաապահովության սպանումն է։ Զայրահեղությունը ազատության սպանումն է։ Վերջ դալն է բարության ու զանազան բարիքի, որ Աստված բարգեւեց։ Փտտածությունը բադվի սպանությունն է ընկերության մեջ։ Գարձրությունը եւ վատ խոսքերը կսպանեն մաքուր ըսկացումները, հարկանքն ու գնահատականը։ Ամպարոյությունը ու մերգության երևույթները ժուժգալության ու ամոթխածության սպանությունն են Աստուծո օրենքով ու նմանությամբ ստեղծված մարդուն մեջ։ Սուտ վկայելը ճշմարտության թաղումն է։ Աներավության վնասներն ու մեծամտությունը արժանապատվության, արտարության ու համեստության սպանությունն է։ Կասկածամտությունը վստահության և հույսի սպանությունն է։ Ադելությունը սիրո սպանությունն է։ Նախանցը աշխատանքի, ոխը արտարության, թշնամանկը խաղաղության և դեր շատ ու շատը։ Ուստի բոլոր տեսակի սդություն կսպաննե և կոչնչացնե բարոյական գարքի սկզբունքները, արժեքները և բոլոր բարի հատկությունները, որ կտասվի որպես կատարյալ ոճրագործություն։ Կգտնեմ տղաս, հեռու մնա սպանութեն է և մարդոց կյանքին խառնվել է, որպեսզի կյանքդ աստուծմով ուրախ լա։ Ով դեր, մեր Փրկիչը Հիսուս Քրիստոս, այսօր դուր մեզի խոնարհության շնորհքը, եւ մենք փառք ու բադիվ կմատուցանենք քեզի, հիմա եւ հավիտյանս հավիտենից ամեն։